Չինաստանում կոշիկի գործարաններից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 28 մարդ։ Չինուհագործակալության փոխանցմամբ դեպքի հանգամանքներն ու հրդեհի պատճառները դեռևս պարզվում են։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը հանձնարարել է իրականացնել դեպքի հանգամանքների մանրակրկիտ քննություն եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ֆիլիպիներում ժայթքել է Կանլաոն հրաբուխը, որի մոխրի սյունը բարձրացել է շուրջ 4,5 կիլոմետր։ Իշխանությունները հայտարարել են վտանգի երկրորդ մակարդակ եւ պատրաստվում են տարհանել մոտ 50,000 բնակչի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնական ռազմական առավելությունն առայժմ բալիստիկ հրթիռներն են։ Նրա խոսքով Ուկրաինան մարտադաշտում դարձել է ավելի ուժեղ եւ այդ արդյունքները տեսանելի են։ Նա նաեւ հավելել է, որ առաջիկա օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներից կստանան Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգի համար նախատեսված հակաբալիստիկ հրթիռների նոր խմբականակ։ Նրա խոսքով համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։ Զելենսկին նաև նշել է, որ եվրոպական մի շարք երկրներից ևս Ուկրաինան կստանա Պատրիոտ համակարգերի համար նախատեսված լրացուցիչ հրթիռներ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի հավատում Արևմուտքի Ուկրաինայի հարցը բանակցային ճանապարհով կարգավորելու պատրաստակամությանը։ Նրա խոսքով Արևմուտքը ձևացնում է, թե պատրաստ է բանակցությունների, սակայն իրականում սկսել է Ռուսաստանին վերջնագրեր ներկայացնել։ Մալիի հյուսիսում հարձակման թիրախ է դարձել ռազմական շարասյունը, որով տեղափոխվում էին մալացի զինվորականներ եւ ռուսական աֆրիկյան կորպուսի մարտիկներ։ Ռոյթերսի աղբյուրների տվյալներով հարձակման թիրախ են դարձել ավելի քան 200 ռուս մարտիկ եւ շուրջ 100 մալացի զինծառայող։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է տուարեգների գլխավորած Ազավադի ազատագրական ճակատի ներկայացուցիչը։ Զոհերի եւ վիրավորների վերաբերյալ տվյալներ առայժմ չեն հաղորդվել։ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի հարավային եւ արևելյան շրջաններին հասցված հարվածներից հետո թիրախավորվել են Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտները։ Միաժամանակ Իրանի հարավում, այդ թվում Բուշերում եւ Բանդար Աբասում մի քանի պայթյուն է գրանցվել, սակայն ամերիկացի պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը վերջին ժամերին իրանական թիրախների չեն հարվածել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատերազմը դեռ չի ավարտվել եւ երկիրը պատրաստվում է նոր մարտահրավերների։ Նրա խոսքով Իսրայելը պետք է պահպանի ռազմական գերազանցությունը, հատկապես օդային ուժերի ոլորտում, որպեսզի կարողանա դիմակայել ցանկացած սպառնալիքի։ Նեթանյահուն նաեւ հայտնել է, որ որոշել է առաջիկա 10 տարիների ընթացքում պաշտպանության բյուջեն ավելացնել 350 միլիարդ շեկելով, շուրջ 110 միլիարդ դոլար։ Այդ միջոցների զգալի մասը կուղղվեն ռազմաօդային ուժերի զարգացմանը եւ հայրենական բարձր տեխնոլոգիական սպառազինության արտադրությանը, արտաքին գնումներից կախվածությունը նվազեցնելու նպատակով։